ձեզ։ Բոլորդ ունեք ձեր Կարինե քույրիկը պատասխանեց մեջները։ Այո։ Լուսինե քույրանա քույրիկ։ Այո։ Դե ասնի։ Ուրեմն ասենք Հովանու ավետարան։ Սկզբներ բանը։ Եվ բանն Աստծո մոտ էր։ Բանն Աստված էր։ Նա սկզբում մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ եւ նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Տեսեք, մենք Աստվածաշունչը բաց ենք անում, մենք ծննդոց առաջի խոսքերը դարձյալ կարծես նույն ձևով ասում։ Սկզբում են բառնա, չէ սկսում։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Բայց այստեղ միանգամից արդեն գնում աստվածագործության մասին խոսակցություն։ Կարևորը որ մենք իմանանք, թե Աստվածաշունչը կարդալուց որն է ամենաառաջի նախադասություն, տրամաբանությունը հուշում է, որ Աստված սկզբից պետք է հեղինակը պետք է որ սկզբում իր մասին խոսի։ Հետո նոր թե ինչ է ուզում ասել։ Ընդհանրապես գրքերը են ստեղծվում, բայց այս գիրքը տարբերվում, որ միանգամից սկսում Աստծո մասին միայն ընդամենը որպես արարիչ դերեք։ Խնդիրը սա է, որ Աստված իր մասին ոչինչ չի խոսում։ Եվ ես ձեզ ասեմ, այս խումբը շատ երանելի խումբ է, որ հիմա այս սերտողությունը միասին անելու է։ Ես ձեզ ասեմ, որ այսօր օրինակ 3 տարի շարունակ ինձ լսող անձնավորություն կար։ Ես իրան վերջնականապես, տեսեք 3 տարի իրան ընտրության առաջ կանգնեցրեցի ու ասեցի դուք չեք կարողանալու շարունակ, ասենք ինքը գալիս էր, զանգում էր, հանդիպում էինք, զրուցում էինք, բայց այսօր ասեցի, որ իր կողմնորոշվելու ժամանակն էր եւ ես իրան արձակեցի, այսպես ասեմ։ Ինչի համար։ Որովհետև ես ուզում եմ, որպեսզի Քրիստոսի աշակերտները իսկապես իրենց տեղը ճշտեն եւ հասկանան ինչ են ուզում։ Միաժամանակ, եթե ես որպես ուսուցիչ պետք է լինեի իր համար, նա պետք է ընտրություն կատարի։ Ի վերջո ընտրությունը կատարեց մնալով այն վիճակում, որում ինքը կար եւ ես էլ մտածեցի, որ ես պետք է աշխատեմ բոլոր նրանց հետ, ում հետ որ պետք է մենք քայլենք առաջ։ Բայց եթե հարևանի նման են ուզում մարդիկ սերտողությունը իսկապես կամ որոշակիորեն մեր հետ հաղորդակցություն ունենալ, չէ, այդպես չի կարելի։ Մենք ուզում ենք մեր աշխատանքի արդյունքով հետաքրքրված լինել։ Եվ Պողոս Արաքյալն էլ ասում է, չէ, որ ամենայգեգործ, ասենք որ տնկում է, ինքը սպասում է բերքի ժամանակ եւ այլ։ Հիմա ես ինչի համար եմ սրանք ասում։ Ես ուզում եմ ասել, որ դուք այնպիսի ֆունդամենտալ տեղեկություններ եք ստանալու եւ ստանում եք, որոնք շատերը իսկապես դրանից զերկված են։ Զերկված են ոչ թե նրանից, որ օրինակի համար YouTube-ում մեկը գրել էր, ես մի փոքր տեղեկացնում եմ ձեզ, որպեսզի դուք իմանաք, որ միշտ էլ այդպես է լինում։ Ժամանակ առ ժամանակ մենք վերանայում ենք մեր դասավորվածությունը խմբերը։ Ասենք քույրիկ կա, որ էլի տարիներ շարունակ, արդեն 3-ից էլ ավել, գուցե 4 տարի։ Հիմա ասենք ինքը ինձ հարցեր է գրում, ես այդ հարցերին պատասխանում։ Մեկ էլ հանկարծ մի հատ այնպիսի իրավիճակ եմ բացահայտում ինձ համար, որ իր հետ հաղորդակցությունը ընդամենը կերակրում է իր հպարտությունը։ Ես այսօր դադարեցրեցի իր հետ էլ հաղորդակցվել։ Որովհետև շատերը մեր ուսուցումները, մեր քարոզները իրենք վերցնում են, ինչ որ խմբերում իբրև թե ղեկավարներ են, եւ այդ խմբերում սկսում են այդ նույնը անցկացնել իրենց մոտ։ Մանավանդ որ քույրիկին դա սազական չի։ Այսինքն ասացիս հիմա սա է, որ Պողոս Արաքյալը Տիմոթեոսին ասում է բաները, որ ինձանից սովորեցիր, հավատարիմ մարդկանց դուր։ Ուզում եմ ձեզ տեսնել այդ հավատարիմների մեջ, եւ դրա համար հիմա որ մենք շեշտում ենք Հովանու ավետարանը, ուղղակիորեն բոլոր անգամ աթեիստների, սկեպտիկների, կասկածամիտների եւ այլնի հարցերին այնպիսի պատասխաններ ունենք,
որոնք շատ սպառիչ են կարող եմ ասել։ Հիմա գանք նորից այս թեմային, որ սկսեցինք հենց սրանով, որ Աստվածաշնչի հեղինակը Սուրբ Հոգին, Աստված ինքը իր էության մասին սկզբից տեղեկացնելու փոխարեն միանգամից շարադրել է Սուրբ Գիրքը այսպես. Սկզբում Աստված ստեղծեց երկինքն եւ երկինք, որից մենք շատ պարզ իմանում ենք, որ չկան աստվածներ, բայց կա միայն մեկ Աստված։ Եվ ես ասեմ, Աստվածաշնչի շարադրանքը Սուրբ Հոգու ձեռքով նման է գույնզգույն մոզաիկա է, որը եթե դու գույները զանազանում ես ու իրար կողք ես դնում, ինչ որ պատկեր ես ստանում, դա դեռ չի նշանակում, որ դու տիրապետում ես իսկապես այդ մոզաիկային եւ մտածում ես, որ այդ խճանկարը հենց այդ պատկերը պիտի ստանար։ Ես մի առիթով ասել եմ, հնարավոր է կապույտը հավաքես ու մտածես դա ծով է, բայց ինքը երկինք լիներ։ Եվ էլի ինչ որ գույներ, այսօր այդպես են վարվում Աստվածաշունչը սերտողները ու քարոզողները։ Ոնց ուզում դասավորում են մտքերը, գաղափարները, նախադասությունները, այստեղից վերցնում, այնտեղից վերցնում։ Բայց եկեք մի բարձ ճշմարտություն հասկանանք։ Դուք տեսել եք փազլներ, չէ՞, ասենք որ պատկերը կա, նկարը կա, հետո այնտեղ կտրտված ինչ որ մասերի բաժանած ինչ որ հատվածներ կան, դրանք պիտի հավաքել այդ նոր պատկերը ստանալ, բայց եթե նկարը չլինի, դու չես կարողանա հավաքել դա։ Աստվածաշունչը այնպես է շարադրված, որ ամբողջ Սուրբ Գրքով մեկ այդ խճանկարի բոլոր գույները շախտրված են, ցրիվ տրված են։ Եվ միայն Աստված իր Սուրբ Հոգով ընդհանուր պատկերին կարող է քեզ տեղեկացնել, եթե իր հետ ճիշտ հարաբերություն հաստատես։ Եվ ես ուզում եմ ասել, որ Աստվածաշնչի առաջի գլխի առաջի տողը չի սա, Աստված, որը գրված է սկզբում Աստված ստեղծեց երկինքը եւ երկինք, այլ Հովանու ավետարանի առաջի գլխի առաջի խոսքն է։ Սկզբումն էր բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Մենք այստեղ տեսնում ենք, որ սկզբում Աստված ինքն է։ Հիմա ոնց իմանանք այդ Աստվածով է։ Աստվածաշունչն ասում է, որ անքննելի է, անզննելի է ինքը, անմերձենալի լույսի մեջ է բնակ։ Ինչքան ասենք գաղտնիքներ կա, ինչքան անհասկանալի բան կա, անսահման է։ Հասկանում եք։ Անչափելի է։ Նույնիսկ երկնքում լինող հրեշտակներն ու քերոբերները Աստծո էությունը ինչպես որը չեն տեսնում։ Չգիտեմ, սա ձեզ կբավարարի, թե չէ, ինձ այնքան է ուրախացնում սա։ Ավելին կարող եմ ասել։ Մեկ մտածում եմ, ասում եմ լավ, հայհոյում են Աստծո անունը։ Տեր Հիսուսն ասեց, որ մարդու որդուն, որ հայհոյում են, դա դեռ ոչինչ, ինքը կարող է ներել, բայց Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի։ Ու մեկ էլ մտածում ես, ասում ես լավ, բա Աստծո անունը որն է, օրինակ Եհովայի վկաները վերցրել են, ընդամենը Եսայի մարգարեության 42-րդ գլխից, եւ ասում են, ըստեղ գրված է դուք եք են վկաները, մենք վկաներ ենք Եհովայի։ Բայց ախր այդ մարգարեությունը նախ հրեաներին է ուղղված, այն ժամանակ եղել է հրեաներին ուղղված։ Երկրորդն էլ Եհովան անունը չի ասում, այլ հատկանիշն է, հասկանում եք։ Եվ Աստվածաշնչում Աստծո հատկանիշները մի քանի տասնյակից շատ են։ Ես չեմ թվարկի դրան։ Էլոհիմ, Ադոնիա եւ այլն, էլի շատ կան։ Բայց այդ բոլորն էլ Աստծո հատկանիշներն են։ Զորացտեր։ Ինչ եք կարծում, Աստծո անունը որն է։ Աստվածաշնչում Աստծո անվան վերաբերյալ հանդիպել եք որտեղ է գրված։ Այ եթե դու մեկը ձեզ հարցնի, ասի դուք հավատում եք Աստծուն, այդ Աստծո անունը ինչ է, ինչ կասեք։
լրություն է չէ դերում։ Բայց հիմա ոնց անենք։ Մարդիկ հարցնում են ու մենք չգիտենք, չունենք պատասխան։ Ճիշտ է, սա թե սխալ է։ Հիմա օրինակ բոլոր մնացած կրոնները, ինչքան որ սուտ կրոններ կան, ամեն մեկը իրանց Աստծո անվանումը ասում են, էսա, այնա եւ այլն եւ այլն։ Հիմա քրիստոնյաների Աստված ով է։ Այս հարցը երբևէ ձեր մեջ չէր առաջացել։ Հիմա ինչ եք կարծում, Գևորգ եղբայր կամ ասենք մնացած եղբայրներից էլ ակտիվ եղեք, մասնակցեք, փորձեք միա ձեր ընթերցած Աստվածաշնչի շրջանակներում, ձեր ունեցած գիտելիքներից, որն է Աստծո անունը։ Իսկ ուզում եք իմանալ Աստծո անունը ո՞ն։ Հարցը հիմա մի քիչ ուրիշ կերպ դնեմ ու դուք կհասկանաք ինչ եմ ես այսքան ձգվում այս հարցը։ Կամո եղբայր։ Անունը նրա համար է, որ մեկը մյուսից տարբերվի, ես ձեր քարոզներից հիշում եմ։ Իսկ Աստծո անունը ասենք չկա, էլի։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար Աստված է, Հայտնության գրքում մի տեղ էլ գրված է եւ իմ նոր անունը կլինի նրանց վրա։ Բայց դարձյալ դա կլինի այնուամենայնիվ էլի հատկանիշ, եթե ասում նոր անուն, դա նշանակում է, եթե Աստված անուն ուներ, չպիտի փոխվեր, չէ՞ այդ անունը։ Այո։ Գևորգ եղբայր, որ լավ հիշում եք, ինչ որ ես ասել եմ։ Դե մեր Աստված անուն չունի։ Բայց նա հայտնվել է մարդկությանը, գրված Աստված մարմնով հայտնվեցավ։ Եվ նրա փառքը տեսանք, ինչպես միածնի փառքը։ Աստված Հիսուս Քրիստոսի մարմնով այցելություն է արել աշխարհին։ Եվ մենք կարդում ենք Հովաննես ավետարանի վերջում, այ եթե դուք բացեք, սա ես ուզում եմ, որպեսզի ձեր մոտ նշեք, ինչ որ ասում եմ, լավ կլինի, որ ձեր մոտ նշեք։ Եվ ուրեմն մենք նաև քիչ հետո որ կլսենք արդեն, թե գրքի գրվելու նպատակը որն է։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ավետարանը, նոր գիտականը հատկապես մեծ բացահայտում է այդ ճշմարտությունը, որ մեր սիրելի Փրկիչը ինքը Աստված էր մարմնի մեջ, որ եկել էր աշխարհ։ Սակայն այնուամենայնիվ մենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրի վրա նաև նրա մարդկային բնությունն ենք դավանում, որ նա նաև որպես մարդ է եղել։ Առաջի Հովաննու 5-րդ գլուխ 20-րդ խոսքը լսեք։ Եվ գիտենք, որ Աստծո որդին եկավ եւ մեզ միտք տվավ, որ ճշմարիտը ճանաչենք եւ ճշմարիտումն ենք։ Այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսումը։ Մենք այստեղ ինչ ենք լսում։ Աստծո որդին եկավ։ Բայց այդ Աստված, որ որդի ունի, չկա գրված նրա անունը։ Որդու գալու նպատակը որն էր, որ մեզ միտք տվավ, որ ճշմարիտը ճանաչենք եւ ճշմարիտումն ենք, այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսումը։ Ուրեմն որդին եկել է մեզ միտք տվել, որպեսզի մեզ իր մեջ տեղափոխի։ Եվ հիմա ուշադրություն, այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսումը նա է ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանք։ Եվ վերջում ասում է որդյակներ, պահեցեք ձեր անձերը կուռքերից։ Շատ լավ, հիմա մենք իմացանք, որ Աստված իր որդին ուղարկել է աշխարհ։ Եվ այդ Աստված ոչ միտեղ չի նշված որպես անվանադիր ինչ որ անուն կրող Աստված։ Սակայն Տեր Հիսուսը իր 17-րդ գլուխ Հովաննես ավետարան քահանայապետական աղոթքի մեջ առնվազն մի 6 անգամ Աստծուն դիմում է որպես հայր։ Եվ այնտեղ շատ զարմանալի բան է ասում։ Տեսեք, այս այն որ իմանում եք, այնքան հեշտ է լինում արդեն կյանքը։ Ուրեմն մենք իր քահանայապետական աղոթքի մեջ, որ 17-րդ գլուխը քահանայապետական աղոթք է համարվում, ինքը Քրիստոսը ասում է այսպիսի խոսքեր։ 6-րդ խոսք Հովաննես ավետարանը 17-րդ գլուխ 6-րդ խոսք գրեք. Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որ աշխարհքիցը տվիր ինձ։ Ո՞մն էին
տվիր նրանց, և քո խոսքը պահեցին։ Ուշադրություն դարձրեք, այստեղ Հիսուսն ասում է, քո անունը հայտնեցի այն մարդկանց։ Բայց ինչ անունը հայտնել։ Դուք առնվազն նոր գտականը մի քանիսը արդեն կարդացել եք։ Դուք որևէ տեղ հանդիպել եք, որ Քրիստոսը ասի, սա է իմ հոր անունը, և ես ձեզ եմ հայտնում այդ անունը։ Լսել եք այդպիսի համար կա գրված, կարդացել եք։ Չկա կամո եղբայր։ Բայց որտեղից է, որ Հիսուսն ասում է քո անունը հայտնեցի։ Հիմա այստեղ գրված է, որ Հիսուսը որ անունը հայտնել է այն մարդկանց, որ աշխարհքիցը տվիր ինձ։ Այն 12-ին էլ որ ընտրեց, Հիսուսի չընտրեց։ Հայրը բերեց, ասեց նրանց պետք է ընտրես։ Հիմա ինչ անենք։ Հիսուսն ասում է, որ հոր անունը հայտնել է։ Հիմա եթե անունը հայտնել է, ուրեմն պետք է անպայման գրված լինի։ Բայց ասում եք չկա գրված։ Մեկ էլ մի քիչ առաջ կամա եղբայրն ասեց, որ Աստված անուն չունի, այլ ինքը ներկայանում է հատկանիշներով։ Ուշադրություն դարձրեք, որ Տեր Հիսուսը Աստծուն դիմում է որպես հայր։ Եվ հենց այս անունն է, որ ինքը հայտնի արել, թեպետ 5 գտականում մի քանի շատ քիչ տեղերում է Աստված իրեն հայր որպես ներկայացնում, սակայն նոր գտականը հնից տարբերվում է բացառապես նրանով, որ Աստված մարդուն վերստին ծնունդ է տալիս եւ որդեգրում եւ նրա հայրն է դառնում։ Եվ դրա համար Տեր Հիսուսը հայր մեր աղոթքը սովորեցրեց, որ մենք հայր մեր ասենք Աստծուն եւ նա դրանով բավարարվում։ Աստված իրեն որպես հայր Հիսուս Քրիստոսով է հայտնել։ Եվ անգամ երբ որ Փիլիպոսն ասեց, որը ցույց տուր մեզ հերիքա, ասեց Փիլիպոս, այսքան ժամանակ ձեր հետ եմ, ու ինչ չճանաչեցիք, ես իմ հոր մեջ եմ, հայրն իմ մեջ է։ Եվ ինքն ասում էր այն գործերը, այն բաները, որ ինքն ասում է, ինքը չի, այլ հորից լսում է եւ անում է այնպես ինչպես իրեն ասում։ Հիմա վերադառնալով նորից այդ գաղափարին, որ Քրիստոսը հոր անունը հայտնել է որպես հայր եւ աշակերտները եւ մենք այլ մեր աղոթն էլ ասելով շատ ջերմ, շատ այդ աբբա հայր որ գրված է, գիտեք բնագրային իր իմաստը որն է։ Երբևէ մտածել եք բնագրային իմաստը աբբա հայր այդ արտահայտմամբ, որ հրեաները աբբա են ասում, ինչ է նշանակում սա գիտեք։ Սա թարգմանաբար նշանակում է հայր ջան, այսինքն մեր ժողովրդական լեզվով որ ասում։ Շատ է դա իր հարազատության զգացումով։ Բայց դու հայր մերը այդպես չես աղոթ, այդ զգացումով չես աղոթ, բայց բնագրային իմաստը թարգմանությամբ շատ հարազատորեն է արտահայտում։ Աբբա հայր, որ նշանակում է հայր ջան։ Եվ դա մեր միջից Սուրբ Հոգին է անում, գիտեք։ Սուրբ Հոգին մեր մեջ եկել է մեր հոգուն։ Երկնքի հոր հետ զգացմունքով է ուզում կապի եւ ոչ թե չոր կրոնական բան, որ դու այլ մերը աղոթել ես, լավ է գործերի, դնա գործերի տաս։ Ես այս վերջերս եթե նկատել եք Աստծո հետ զգացմունքային հաղորդակցության վրա շեշտ եմ դնում։ Հիշում եք մի քարոզ եմ տեղադրել։ Արդյոք Աստված զգում է ձեր իր նկատմամբ սերը։ Հետաքրքիր հարց չէ։ Արդյոք Աստված զգում է ձեր իր նկատմամբ ունեցած սերը։ Այդ վկայությունը Իրանից պիտի ունենա։ Հիմա նորից ետ են գալիս եւ Աստծո էության վերաբերյալ ենք էլի խոսելուն։ Եվ այսպես մենք իմացանք Տեր Հիսուս ճշմարիտ Աստված, որ կողմից ուղարկված եւ Հովանու ավետարանի գրվելու նպատակը եւ ընդհանրապես Աստվածաշնչի գրվելու նպատակը որն է։ Հովանեսը 2 անգամ առնվազն մեկը իր ավետարանում, մյուսը հայտնության գրքում հատուկ կերպով շեշտում է գրելու նպատակը։ Այն ինչ որ Սուրբ Հոգին իրան թելադրել է եւ ինքը գրել է, ինքը թելադրում է գրելու նպատակ։ Եվ այդ մասին տեսեք, ես հիմա ինչպես ենք մենք սերտում, տեսնում եք, այդ որ ասում եմ, այդ puzzle-ները հավաքում ենք իրար կողմ, այդ գույները դնում ենք պատկերը ստանալու։ Եվ ձեր իմացած ստանդարտ էջերը թերթելով չեն գնում։ Այլես տեղերը գտնում, բերում եմ ձեր մոտ։ Մենք կարդում ենք, Հովանեսը այսպես է գրում. Հիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արավ իր աշակերտների առաջին, որ չեն գրված այս գրքումը, բայց սրանք գրվեցան, որ հավատաք թե Հիսուսն է Քրիստոսը,
Աստծո որդին, եւ որ հավատալով կյանք ունենաք նրա անունով։ Գրքի ամբողջ Աստվածաշնչի նպատակը սա է, որ հավատանք, որ Հիսուսն է Քրիստոսը եւ կյանք ունենանք նրա անունով։ Նրանք, ովքեր որ այս գիրքը կօգտագործեն դրանից դուրս ուրիշ նպատակների համար, իրենք մոլորված են։ Օրինակ, կոմպոզիտորը երաժշտություն է գրում մի հատ, վերցնում է Սամսոնի, Դալիլայի պատմությունը եւ օպերա է գրում։ Բանաստեղծը ներշնչվում է Սաղմոսներից Դավիթի նման բաներ է գրում։ Նկարիչը սկսում է նկարել Աբրահամին, ոնց Աբրահամը Էսաուր որ իր որդուն եւ այլն։ Եվ նման շատ արվեստի գործիչներ Աստվածաշնչի բովանդակությունից ելնելով քաղում են իրենց արվեստի վերաբերյալ բաներ եւ իրենց օրապայք հացն են վաստակում։ Սպեկուլյանտներ են լրի, հասկանում եք։ Եթե հիմա այս մարդիկ վերստին չտնվեցին, չապաշխարեցին, Աստվածաշնչի նպատակը ո՞րն էր, որ մարդը կարդա, հավատա, բրգվի։ Բայց եթե նրանք դրանց օգտագործել են իրենց երկրավոր կարիքների համար, կրկնակի անգամ հաշիվ են տալու Աստծո առաջ։ Եվ այսպես մենք իմացանք, որ այս ամենը ինչ է համարագրվել։ Եվ ուրիշ մի տեղում ասում է, որ այնքան բաներ արեց Հիսուսը, բավարար չէր նույնիսկ որ այստեղ մենք կարդում ենք 21-ի 24-25-ը գրեք։ Սա այն աշակերտն է, որ այս բաների համար վկայում է, եւ այս բաներն էլ գրեց։ Եվ գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է, բայց ուրիշ էլ շատ բաներ կան, որ Հիսուսը արավ, որոնք եթե մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհս էլ բավական չէր լինել այն գրված գրքերը տանելու։ Այդ 3.5 տարվա մեջ այդ ինչեր արեց Հիսուսը, որ ամբողջ աշխարհը գրվեր, չէր տեղավորվի։ Մի հատ կենսագրություն էլի կարճ, բայց պարզվում է, որ ոչ։ Ուրեմն Սուրբ Հոգին հատուկ կերպով ժամանակը կարճա մարդու առջև դրել է այս գիրքը, նոր կտակարանը, եւ ասում է մարդ բավարարվիր այսքանը իմանալով։ Բայց եթե ուշադրություն դարձրիք, այստեղ գրված էր. սա այն աշակերտն է, որ այս բաների համար վկայում է։ Հետո այդ աշակերտը Հովանես։ Բայց ինչի՞ չի Հովանեսն ասում, ես Հովանեսս եմ այս բաները որ վկայում։ Այն գագիկ է։ Համեստություն անում, ինքը մի քանի տեղ այտենց ունի այդ ոճով արտահայտվում է իր թղթերի մեջ մի քանի անգամ։ Օրինակ Խուդայի մասին երբ որ հարցնում է, ինքը իր մասին էլի գրում է, մի հատ աշակերտ կար, որ Հիսուսի կրծքին բառերով եմ էլի ասում, բայց ֆիքսել եմ իր ոճը այդ։ Շատ լավ, հիմա ինքը երրորդ դեպքով խոսում է իր մասին, հա։ Այո։ Լավ, շարունակենք։ Սա այն աշակերտն է, որ այս բաների համար վկայում է, եւ այս բաներն էլ գրեց։ Եվ գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է, ո՞նց հասկանանք։ Հովանեսն ասում է, գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Կարող է եղբայր իր փոխարեն Սուրբ Հոգին է խոսում, գրում։ Որտեղից գիտեիր դա Դավիթ։ Ձեզ հետ առաջի անգամ երբ որ հանդիպեցինք, ասացիք դա։ Դա իմը շատ է տպավորվել։ Շատ լավ։ Մենակ մի հատ ուղում անենք։ Այստեղ հոգնակի է գրված։ Գիտենք, ինչի՞ չի գրված գիտեմ, որ մենք մի անգամ իմանանք երզակի թվով դա Սուրբ Հոգին է։ Էլի Սուրբ Հոգին է։ Սակայն ինչի է հոգնակի թվով, Սրա վրա ուշադիր եղել ես Գագիկ եղբայր։ Չէ։ Գնանք ծննդոց առաջի գլուխնորից։ Ուրեմն երբ որ մենք կարդում ենք սկզբում Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը, եզակի թվով է, չէ՞ գրված Աստված։ Հիմա ուշադրություն դարձրեք ներքևում ինչ է գրված։ Մենք կարդում ենք առաջի գլուխ 26-րդ խոսքը։ Եվ Աստված ասեց. մեր պատկերովը եւ մեր նմանությամբ պես մարդ շինենք։ Հոգնակի է, չէ՞ գրված։ Ինչի՞ էր միջև հիմա եզակի թվով Աստված խոսում, հիմա հոգնակի։ Եվ Աստված ասեց մեր պատկերովը մեր նմանությամբ պես մարդ շինենք։ Այսպիսով մենք իմանում ենք, որ աստվածության երրորդության մասին է այստեղ խոսվում։ Եվ երբ որ Հովանեսն ասում է, գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է, Աստծո երրորդության մասին է խոսք գնում։ Այս գիտենք բառը Սուրբ Հոգին օգտագործում է որպես հոր եւ որդու անունից էր։ Եվ այստեղ մենք տեսանք ծննդոց առաջի գլուխ 26-րդ խոսքում մեր պատկերովը եւ մեր նմանությամբ այս մարդ շինենք։
Այսպիսով, մենք իմանում ենք, որ Աստված երեք անձով է հանդես գալիս։ Եվ Հովանու ավետարանում դա շատ լավ երևում է։ Եվ մենակ այստեղ չէ, շատ տեղերում նոր գտակարան։ Սկզբումն էր բանը։ Եվ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոսի մասին է այստեղ խոսք գնում, որ ինքը Աստծո մոտ էր։ Բանը ինքը Հիսուսն է։ Ռուսերեն գրված է «Вначале было слово». Слово բառը շատ թույլ է արտահայտում ճիշտ իմաստը։ Հայերեն սկզբումն էր բանը արտահայտությունը իր մեջ ոչ միայն խոսք է պարունակում, իմաստություն, գիտություն, խոհականություն, հանճարժ, այս ամենը այդ բան բառի մեջ է։ Սկզբումն էր բանը, Տեր Հիսուսը։ Այսինքն արարչագործության սկզբում ինքը ստեղծագործություն չի Հիսուսը, ինչպես Եհովայի վկաներ։ Նա չի եղել մի բան, որ եղած չլինի։ Բայց երբ որ գրված է սկզբումն էր բանը, եւ այնտեղ գրված է սկզբումն Աստված ստեղծեց, երբ Աստված ժամանակ սահմանեց, իր որդուն ժամանակի մեջ դրեց։ Որը ժամանակից դուրս դեր սկիզբ չկար, ժամանակ չկար, երկիր չկար, Հիսուսը հոր ծոցում ներգրված։ Եվ մենք նոր գտականում Մատթեոս 28-ի վերջի խոսքերը լսում ենք, որ Տեր Հիսուսը պատվիրեց գնալ եւ մկրտել հանուն Հոր, Որդվո եւ Սուրբ Հոգու։ Հետևաբար մենք այստեղ դարձյալ երրորդության հետ գործում։ Մեզ համար ոչ թե երեք Աստված գոյություն ունի, այլ մեկ անձնավորություն է Աստված, որը արտահայտել է իրան երեք դեմքով, այսպես ասեմ։ Օրինակ, երբ որ դուք ասում եք արև, հասկանում եք ինչ։ Արև ասելով ինչ եք հասկանում։ Լույս եւ ջերմություն։ Հիմա եթե ես ասեմ կրակ, դուք արև կհասկանաք։ Ոչ։ Եթե ես ասեմ լույս, դուք արև կհասկանաք, էլի չեք հասկանա, չէ՞։ Բայց արև ասելով մենք հասկանում ենք գնդաձև մասսա, կրակ եւ լույս։ Հասկանալի է, չէ՞։ Կամ աչքը։ Աչքն էլ երեք մասից է, չէ՞ բաղկացել։ Այդ երեքը միանշանակ աչք են, բայց իրենք բաղադրիչներով ամեն մեկի այդ երեքն էլ իրենք առանձին անուններ ունեն։ Չէ՞ ասենք բիբը, ներսի, վերջապես շրջանակը եւ այլն։ Հիմա Աստված երրորդությունն է։ Հովանու ավետարանի մեջ Հովանեսն ասում է, որ ամեն ինչ նրանով եղավ, ումով, բանով, այսինքն Տեր Հիսուսով։ Եվ առանց նրան ոչինչ չեղավ։ Առանց Հիսուս Քրիստոսի ոչինչ չեղավ։ Հոբի գրքում Աստված Հոբին ասում է. գիտես նրա որդու անունը։ Պատկերացնում եք, Հոբը որդուն որ ասում որպես ասում որպես փրկիչ ինքը գիտի, ճանաչում է կարծես, բայց որդու անունը չգիտի ինքը։ Պատկերացնում եք, որդու անունը չգիտի ինքը։ Որդով է ամեն բան ալվել։ Ամեն բան նրանով է եղել։ Եվ առանց նրա ոչինչ չի եղել, ինչ որ եղել է։ Այսինքն մենք հասկանում ենք, որ ստեղծագործության հենց սկզբից արարման ամբողջ գործընթացը հանձնարարված է եղել ում Հիսուս Քրիստոսի, որդուն է հանձնարարված, որպեսզի մենք իմանանք, որ ամեն բան նրանով է եղել, եւ առանց նրա ոչինչ չի եղել, մենք կարդանք Առակաց գիրքի, Առակաց գիրք, բացառեք 8-րդ գլուխ։ Եկեք կարդանք այստեղից, իմաստության գովերքն է այստեղ ամբողջ 8-րդ գլուխը։ Եվ կարդում ենք, որ այդ իմաստությունը սիրողները, որին սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ եւ նրանց շտեմարանները լցնեմ։ Իմաստությունը, որ 7 հոգիներից մեկն է, որ Հիսուսի վրա հանգչել էր, որ գրված է Եսայի մարգարության մեջ, երբ որ նա ծնվում է, նրա վրա պիտի հանգչի այդ 7 հոգիները, որոնցից մեկը իմաստության հոգին է։ Եվ այստեղ ասում է Տերը ինձ ուներ իր ճանապարհի սկզբումը, իր
վաղեմի գործերից առաջ։ Ես օծվել եմ Ավիտենից հետը, իսկ սկզբանե երկրից առաջ գալուց առաջ։ Պատկերացրեք, սա Հիսուսն է։ Առանց նրա ոչինչ չի եղել ինչ որ եղել։ Եվ մենք որ պիտի կարդամ սա արդեն շատ խրտին բան։ Նրանով էր կյանքը։ Եվ կյանքը մարդկանց լույս էր։ Եվ լույսը խավարում է լույս է տալիս, եւ խավարը չիմացավ նրան։ Էր Հիսուսով էր կյանքը մարդկանց լույս էր, եւ լույսը խավարում է լույս է տալիս, եւ խավարը չիմացավ նրան։ Այդ մարդիկ երբ պիտի ստեղծվեին հələ որ նոր լույս տա։ Ես ինչ բանի մասին ասում։ Գիտեք, ծննդոց գիրք գնանք նորից, առաջի գլուխ, 3-րդ խոսք, եւ Աստված ասեց լույս լինի, եւ եղավ։ Նախ ձեզ ասեմ, որ այս լույսը այն լույսը չէ, որ Աստված արևը պիտի արարի հետո, որ ցերեկի վրա պիտի իշխի։ Այս լույսը այդ արևի լույսի հետ heç կապ չունի։ Աստված սկզբից լույսն արարել եւ լույսը խավարից զատել է։ Դուք էլ լավ կլինի, միշտ սրանք կարենացավ։ Պողոս առաքյալը ասում է. Երբ Աստված ասեց լույս լինի, ինքը մեր սրտերում ծագեցրեց Աստծո փառած լուսավորությունը տալ։ Կարողանում եք հասկանալ դա։ Երբ Աստված ասել լույս լինի, ստեղծագործությունից առաջ, բայց իր որդու փառավոր հայտնությանն է վերաբերում սա։ Եվ իր որդին որպես լույս հայտնվում է որտեղ, մարդկանց սրտերում։ Ո՞նց հասկանալ դա։ Այս տողերը նորից կկարդալ։ Իմ այս վերջի ասածները նորից մտորեք, երբ Աստված ասեց լույս լինի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառած լուսավորությունը տալ իր որդու կերպարանքով։ Եվ վերջապես, այդ ոնց է լինում, որ Աստված արարչագործությունից առաջ ասում լույս լինի, բայց հենց մարդը չի ստեղծված, բայց այդ լույսը պիտի մարդու մեջ լինի։ Դարձյալ Տիմոթեոսի նոված ծխտում մենք նորից կարդանք այս տողերը, առաջի Տիմոթեոս 2:5, որովհետև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց Քրիստոս Հիսուս մարդը։ Այն որ ասեցի, որ Քրիստոսի մասին մենք պետք է իմանանք, որ նրա մարդեղությունը մենք երբեք չենք անտեսում։ Եվ նորից համարները, որոնք ես խոսել եմ, այդ համարներն ասում եմ ձեզ, որ դուք ձեր մոտ նշեք։ Առաջի տող Տիմոթեոս 3-րդ գլուխ 16-րդ խոսք։ Եվ հայտնապես մեծ է Աստվածաշնչյան խորհուրդը։ Աստված հայտնվեցավ մարմնում։ Այս համարներն նշեք ձեր մոտ։ Եվ այսօր ըստ էության մենք մենակ Հովանու ավետարանի այս հատվածները, որ ընթերցեցինք, այս սկզբնական հատվածները, սրանով պիտի բավարարվենք։ Տեսեք, մենք դեռևս չենք սկսել պատմությանը անդրադառնալ։ Մենք Աստծո էության վերաբերյալ խոսեցինք։ Եվ եկեք, եթե իրապես մեկ անգամ ևս մի հատ ամփոփենք, մենք իմացանք, որ արարչագործությունից առաջ Աստված երրորդությամբ է հանդես գալիս եւ արարչագործության մեջ երբ որ Աստված ասեց լույս լինի, ինչ արեց Աստված, ասեցի ինչ է նշանակում, խոսեց, այսինքն երբ ասեց լույս լինի, սկսեց Հիսուսը գործել, որովհետեւ Աստծո բանը ինքն է, Աստծո խոսքը ինքն է, Աստծո բերանից երբ որ խոսքը դուրս է գալի, դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսն է, որ սկսում է արդեն հայտնվել որպես նրա մոտ ճարտարապետ եւ արարիչ։ Նրանով է ամեն բան ստեղծվել։ Եվ հիմա պատկերացրեք, Աստված, որ ստեղծել էր ամեն բան, եւ Սատանա, որը ռեշտակներից մեկն էր, նրան էլ Հիսուսն էր ստեղծել, հանկարծ որպես մարմինով եկած աշխարհ մեկը, մարդ, Հիսուսը թույլ է տալիս, որ իր ստեղծագործությունը իրեն խաչի, բայց այստեղ մենք մի վերապահում անենք։ Սատանան Աստծուն չէր կարող խաչել, Հիսուս մարդն է խաչվել, Աստված չի կարող խաչվելու մեն։ Եվ սա է արդարացին, որ ինչպես Ադամով մեկ մարդով է եղել պարտությունը, նաև մեկ մարդով էլ լինի աղտություն։ Ինչը որտեղ Հիսուսը արեց եւ Տիմոթեոսի նոված ծխտի մեջ այդ համարը մեզ շատ հստակ ասում է, որ
ինքը Տեր Հիսուսը եկավ, որպեսզի մեզ տեղափոխի իր փառավոր լույսի մեջ։ Մահվանը ինքը պարտության մատնեց, հաղթեց մահվանը, որպեսզի մեզ իր փառավոր լույսի մեջ քաշի։ Այդ դերներ կարդանք։ Ուրեմն, այստեղ Տիմոթեոսին Պողոս առաքյալը հորդորում է եւ ասում Հիսուսի մասին 9-րդ խոսքից, որ փրկեց մեզ եւ ստուգ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի համեմատ, այլ իր առաջադրության եւ շնորհքի համեմատ, որ տրվեցավ մեզ Քրիստոս Հիսուսումը ավետենական դարերից առաջ Հիսուս Քրիստոսումը Աստված մեզ տեսել է եւ տրվել է շնորհք, գիտություն, իմաստություն։ Եվ հիմա հայտնվեցավ Փրկիչ Հիսուս Քրիստոսի երևելով, որ խափանեց մահը եւ լույսի մեջ բերավ կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով։ Այդ Եհովայի վկայի հետ երբ որ խոսեցի ասի, դուք հոգի չեք ընդունում, էլի։ Շամպես մարդը մեռնում է, սատկում է ու պրծավ, չէ՞։ Ասում է հոգի չկա։ Ասում անմահություն էլ չկա, ուրեմն չէ, եթե հոգի չկա, հա դե բա ինչ ասում։ Ասում բայց ինչ է գրած։ Աչքերի չորս նայում է։ Էլի տեղ կար անմահություն բառը, էլի եմ ցույց տալիս։ Էլի չեն հասկանում այցեր։ Տերը օրհնի ձեզ, եթե կան հարցեր այսօրվա սերտողության համար լսում եք ես։ Ես չեմ շարունակի, որովհետև հաջորդ հաղթեն մենք պետք է պատմության այդ շարադրանքին տեղեկանանք, թե ինչպես է եղել Հիսուս Քրիստոսի հայտնվելը եւ վերջապես նրա գործունեության մասին Հովհաննես ինչպես է նկարագրելու։ Որովհետև հաջորդ խոսքերը հենց դրա մասին են։ Մի մարդ եկավ Աստվածանից 6-րդ խոսքից ենք սերտելու։